Սյունիքում այս օրերին էլ կրակոցի ձայներ են լսվում, պարբերաբար։ Մարզպետը տեղեկացրեց, կրակոցներն ավելի շատ գիշերային ժամերին են։ Պաշտպանության նախարարությունն էր հայտարարել, որ հակառակորդն այս կերպ փորձում է խուճապ տարածել։ Կարճատև են, բայց տարբեր ժամերին են։ Խուճապը սյունեցիների շրջանում դժվար կտարածվի այս եղանակով, բայց թե կոնկրետ բուն նպատակ որն է, դժվար կլինի պատասխանել, որովհետև կարող են պատճառները տարբեր լինել։ Այն, որ այդ կրակոցները գիշերային ձայներին ժամերին լսելի են, դա միանշանակ է։ Այս օրերին Ադրբեջանն ու Թուրքիան զորավարժություններ են անցկացնում Նախիջևանում։ Այս ամենի ֆոնին Սյունիքի մարզպետը դեռ հավատում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղություն է լինելու։ Կրակոցների ֆոնին ավելի շատ է մարդ հավատում եւ հույս ունենում, որ խաղաղություն կլինի։ Քանի դեռ խաղաղություն չկա, միշտ վտանգը կա, բայց ես որ լավ մանրամասն տեղյակ չեմ, այդ զորավարժությունները ինչ բնույթի են, ինչ են, դա երևի թե կարծում եմ ճիշտ կլինի այդ հարցը տակ այն գերատեսչություններին, ովքեր որ ուղիղ զբաղվում են այդ հարցը։ Մի քանի օր առաջ ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն տարածեց, որ Սյունիքի մարզի տեղ համայնքի անչափահաս բնակիչներ Կարեն Ջահանգիրյանը եւ Անդրեյ Գյագունցը գիշերը ժամը 1:20-ի սահմաններում Արավուս գյուղի հարակից հատվածում տեղանքում մոլորվելու հետևանքով հայտնվել են Ադրբեջանի տարածքում։ Սյունիքի մարզպետն այլ տեղեկություն հայտնեց տղաների անհետանալու մասին։ Այս պահին ինչքանով որ ես տեղյակ եմ, այո, իրենք չեն հատել սահմանը, ես կարծում եմ ավելի շատ սպասել են մութն ընկնի նոր վերադառնան։ Ինչպես է իրավասու կառույցը հայտարարում, որ ադրբեջանական տարածքում են իրենց վերադարձնել ուղղությամբ աշխատում են։ Տեսեք, դե սովորաբար դա ինչպես է լինում, ազգային անվտանգության ծառայությունը նախ այդ հատվածում ինքը ծառայություն չի իրականացնում, եթե սահմանապահ զորքեր դա այդ հատվածում չի։ Ցավոք սրտի հիմնականում այսպիսի դեպքերը լինում են այսպիսի հատվածներում եւ ինչն է բանը, որ բնականաբար տարբեր մարդիկ տեղեկատվություն են, չէ, տեղացիները ասում են, հաղորդում են ընկերներ, ծնողները, ընտանիքի անդամները։ Ես կարծում եմ այդ ամբողջական տեղեկատվության հիմքի վրա եւ դա վարկած է։ Մարզպետը հերքեց լուրերը, թե սյունեցիները արտագաղթում են։ Ավելին, նա համոզված է, որ ինչ արտակարգ իրավիճակ էլ լինի, մեկ է, նրանք չեն լքի հողը։ Հակառակորդի կրակոցների տակ էլ սյունեցիները շարունակում են ապրել իրենց առօրյա հոգսերով եւ գյուղատնտեսական գործը տեղը տեղին անելով։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։